Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալ եմ, ես առաջարկում եմ օրակարգի թվով կարող արդեն փոխված լինի 267N որոշումը չզեկուցվող սարքել, որովհետև իր բովանդակային առումով նույն տրամաբանության մեջ է մտնում, ինչ մյուս չզեկուցվողները, չգիտեմ ինչու է մեկը զեկուցվող, դրա համար կառաջարկեմ սա նույնպես չզեկուցվող սարքել եւ ինչ վերաբերում անդիմության առաջարկներին, ես հետեւյալը կուզեմ ասել, հարգելի գործընկերներ, նախորդ նիստում ձեր առաջարկներից մեկի վերաբերյալ դրական քվեարկեցինք եւ փորձը ցույց տվեց, որ ձեր նպատակը ոչ թե հարցերի բովանդակային քննարկումն է, այլ ինչ որ բոյկոտ կամ անկազմակերպվածություն առաջացնելու հնարավորություն ստանալն է, որը որ կարծում եմ մեր կողմից չպետք է թույլ տրվի եւ եթե կային առաջարկներ ինչ որ հարց զեկուցող սարքելու, կարծում եմ դա կարելի է անել ոչ թե քվեարկությունից 1 րոպե առաջ, այլ օրեր առաջ մենք ժամանակին ստեղծեցինք հարթակ դրա համար, որից որ դուք չօգտվեցիք փաստացի եւ այդ հարթակում դուք կունենայիք առավելություն, որովհետեւ պայմանավորվել էինք, որ պետքա ֆրակցիաներից մեկ-մեկ, այսինքն ֆրակցիաների ղեկավարներով որոշում կայացնենք եւ եթե օրինակ 3 ֆրակցիա կողմ լիներ, այդ դեպքում որոշումը կհաստատվեր, այսինքն այդտեղ դուք ըստ էության, այսպես ասած, մեծամասնություն ունենալու հնարավորություն ունեք, որից որ չօգտվեցիք։ Հետեւաբար, այս ֆորմատում, այս ժամկետների մեջ ձեր առաջարկներին մենք դեմ ենք քվեարկելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այլ ֆրակցիաների կողմից, խնդրեմ պարոն Թորոսյան։ Նախ առաջարկում եմ պարոն քաղաքապետ, երբ որ տենց 1.5 տարի ինչ որ կարևոր հարց է քննարկվում, մի քիչ առաջ մեզ ընթացքում էլ տեղեկացրեք էլի ինչա քննարկվում, որ իմանանք, պարոն Գալջյան, հիշում եք այդ երբ որ ինչ որ ձեզ բանա պետք լինում, նոր եք հիշում եւ հիշեցնեմ, որ անցյալ անգամ մեր նիստին, երբ որ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք վերադարձանք դահլիճ հիմա քվեարկելու համար նույն այդ հարցի շուրջ, որը որ իմ առաջարկով դարձավ զեկուցվող։ Դուք չեկաք, հիմա մեզ ասում է սպրոս որն է մեզանից, մենք եկանք, դուք չեկաք, հիմա մեզ ինչ եք ուզում ասեք, պարոն Գալջյան, այդ զուտ ուղղակի ռեմարկ եւ առհասարակ մեր դիրքորոշումը միշտ գիտեք, հիմա տենց անցնում են չզեկուցվողները մեծամասնություն եք հասկացնում եք, բոլոր հարցերն էլ պետք է զեկուցվող լինի, դա մեր դիրքորոշումն է, անփոփոխ է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Դե որպեսզի ես ընդհանրապես տակը մնում է մի զեկուցվող հարց, Ժորժ ջան, նեղություն չքաշեք, առաջարկում եմ էդ էլ չզեկուցվող դարձնեք, տենակ ինչ ենք անում, էլի ես եկել ենք ստեղ ինչ անենք։ Ինչպես եք առաջարկում, որովհետև պարոն Սուքիասյան, ձեր առաջարկները իրարամերժ են, որ ձեր առաջարկը դնենք քվեարկության։ Ըստ հերթականության քվեարկին կհասկանանք, էլի։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ունենք 3 առաջարկություն։ Առաջարկություն համար 1, 5, 6 եւ 20-րդ հարցերը դարձնել զեկուցվող, առաջարկություն համար 2, 267N որոշումը, այսինքն 22-րդ հարցը դարձնել չզեկուցվող, առաջարկ համար 3, բոլոր հարցերը դարձնել չզեկուցվող։ Հարգելի գործընկերներ, քվեարկում ենք, Ժորժ, դուք եք առաջարկել։ Ես խնդիր չեմ տեսնում, մենք հնարավորություն կունենանք խոսել բոլոր հարցերի բովանդակությունից, նամանավանդ, որ այսօր հարց ու պատասխանել ունենք, որևէ ֆորմատով մարդիկ կտեղեկանան ամեն ինչից։ Առաջարկություն համար 1, ովքեր են կողմ 5-րդ, 6-րդ եւ 20-րդ հարցերը դարձնել